Մենք հիմա գտնվում ենք, ինչպես գյուղացիներն են ասում, գյուղի սրտում, ամենակենտրոնում, որտեղ մեկտեղված են գյուղի ամենակարևոր հուշարձաններն ու դե եկեղեցին, միակը, բայց շատ երկար սպասված։ Եկեղեցու կառուցումը սկսել է 2010 թվականին, ինչպես նշում են գյուղացիները, մինչ այդ գյուղում երբեք չի եղել եկեղեցի։ Իսկ պատարագի մասնակցելու համար գյուղացիները ստիպված են եղել գնալ կողքի գյուղերից որևէ մեկը, որտեղ կա առաքելական գործող եկեղեցի։ Գյուղում սեփական եկեղեցի ունենալը մեծ նվեր է, նշում են գյուղացիները։ Եվ ամեն անգամ նշելով եկեղեցու մասին, հիշում են իրենց համագյուղացիներին, ովքեր ֆինանսավորել եւ կառուցել են եկեղեցին։ Այն դարձել է սիրելի վայր ոչ միայն մեծահասակների համար, այլ նաև նրանց երեխաների։ Ոմանք իրենց ծնողների հետ ներսում լսում են պատարագը, իսկ մյուսները մասնակցում են խմբակների, որոնք անցկացվում են եկեղեցու կողքի հովվատանը։ Հետաքրքիրն այն է, որ եկեղեցու մույթերն ու գմբեթային հատվածը ներկված են բաց կապույտ գույնով, ինչը այդքան էլ հատուկ չէ հայ առաքելական եկեղեցուն։ Սակայն վերհիշելով այն փաստը, որ եկեղեցին կառուցվել է բարերարների կողմից, կարող ենք նաև հասկանալ, թե ինչու է եկեղեցու ձևավորումը մի փոքր տարբերվում այն բոլոր եկեղեցիներից, որոնք մենք տեսել ենք։ Սա եկեղեցու հովատունն է, այն նույնպես կառուցվել է գյուղի բարերարների կողմից եկեղեցու կառուցումից որոշ ժամանակ անց։ Այստեղ երեխաները սովորում են նկարել և ունենում են կրոնի դասեր։ Նախկինում ունեցել են նաև երգի դասեր, որը չեղարկվել է աշակերտներին ոչ բավարար քանակ ունենալու պատճառով։ Համես չես ուզում գնաս տուն։ Երեխեք բոլորդ սպասում եք, հա, կիրակի օրերին, որ գաք նկարչության։ Դու չէ։ Ահա։ Բա դու ինչ ես սիրում անել գյուղում։ Մենակ հեռախոս նայում։ Մենակ հեռախոս նայես, ինչ ես այդքան նայում հեռախոսով։ Խաղում եմ խաղում։ Ինչ խաղ ես խաղում։ Roblox, Brawl Stars, Free Fire, Roblox։ Բախի։ Ֆուտբոլ չես նայում։ Ֆուտբոլ չէ։ Չէ։ Իսկ ինչ որ ուրիշ խմբակներ կան գյուղում, սպորտային կամ Սպորտային չէ, բարի խմբակ։ բարի խմբակ։ Բարի խմբակ։ Միայն աղջիկներն են գնում, թե տղաներն են։ Տղաներ կարծեմ չկա, չէ։ Չէ։ Մենակ չկա։ Այսինքն տղաների համար ինչ որ սպորտային զբաղմունք չկա։ Մաճակցություն չունենք դա։ Աղջիկներին կպատմեք, ձեզ այնց ինչ որ մեկը բարի գնում, հա։ Օ, շատերդ գնում եք մեծամասամբ։ Տղաներ, բա դուք սիրում եք բակում խաղալ։ Դու ո՞նց հասկանում ես, ոչինչ չես սիրում։ Լավ, դու սիրում ես բակում խաղալ։ Հա, ընկերներ ունես։ Լաուրա, ո՞րն է քո սիրելի առարկան։ Որ մաթեմ եք անում, հա։ Տեսնեմ քո նկասեր։ Շախմատ։ Լավ ես խաղում։ Որ մտցենք իրար հետ կհաղթես ինձ։ Դու կհաղթես։ Քոնը, բացի հեռախոսից ինչ ես սիրում անել։ Ֆիզկուլտ։ Սպասելի պատասխաներ, դավ դու։ Իմ սիրելի առարկան մայրենին և մաթեմը։ Երեխեք, որ մեծանաք օրինակ, ինչ եք կարծում, գյուղում ինչի կարիք կա, ինչ կուզենայիք մեծանալ ու անել գյուղի համար ձեր։ Չեք մտածել։ Ինչ կանեիր։ Հա, դե դու որ հեռախոսով ես խաղում, Երևան էլ կսիրես։ Գներեք դուք բրենդի ունեք։ Հաջան, Ասում բրենդի կտակ ինձ մի հատ։ դե ո՞րն է, թազա թուրքական վաֆլիներից է։ Արմեն, 30 տարեկան։ Շատ վատ է, գործ չկա։ Եվ նստելու տեղ չկա, սոված է։ Ես էլ եմ էդ ասում։ Բայց իրոք ժողովուրդ նստելու տեղ չկա, իսկ մենք սոված ենք, ուզում ենք հաց ուտենք։ Քեբաբնոց չկա։
Քեբաբնոց չկա, բայց կա 300-ից ավել աշակերտ ունեցող եւ Դաշտոյանի անունը կրող միջնակարգ դպրոց։ Չնայած նրան, որ պահակին ոչ մի կերպ չգտանք, դպրոց ներխուժել մեզ ամեն դեպքում հաջողվեց ծանոթի միջոցով։ Ուժեղ բրբի։ Ջարդի, ուժեղ։ Ուժեղ քաշի, քուր։ Ուժեղ։ Առաջին հայացքից Ջանվիդայի դպրոցը նման էր մյուս բոլոր դպրոցներին։ Նույն փայտե սեղաններն ու աթոռները, նույն վարագույրները, ու նույն քիմիայի աղյուսակը փակցված գրատախտակի վերևում։ Միջանցքների պատերին կրկին ծանոթ դեմքեր էին։ Ու կարծես թե հենց նույն աստիճաններն էին, որոնք ժամանակին հենց մեզ էին տանում դասարան։ Ես Ամիր Խանյան քաղցրիկն եմ, աշխատում եմ Ջանֆիդայի Էդվարդ Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում որպես պատմության եւ հասարակայնության ուսուցչուհի։ Դպրոցը ջեռուցվում է արդեն երկրորդ տարին, այլևս վառարաններ չենք դնում, նորմալ ջեռուցում ունենք, գազաֆիկացվել է դպրոցը։ Անկեղծ ասած, այն որ դպրոցից հետո ամանչում էր էլ ինչ-որտեղ հյուր գնային, պարտադիր գնային ու ոտքդ փոխվել, լողանային նոր գնային։ Ծրագրով էլ նախորդ տարի շահեցինք, որ մինչև 2026 թվականը պետք է սկսվի նոր դպրոցի կառուցման աշխատանքները, դրա համար էլ ենք շատ ուրախ։ Ջանֆիդայի դպրոցը կարծես թե նոր շունչ է ստացել։ Կահավորվել է հանդիսությունների սրահը, կառուցվել է միջազգային ստանդարտներին համաձայն։ Բեմ բարձրանալու համար կառուցված էին ոչ միայն աստիճաններ, այլ նաև թեք հարթակ, ներառական միտումներով։ Ինչպես շատ հաճախ սիրում ենք ասել, մեր գյուղը հերոսացին գյուղ է։ Շարժման ժամանակ մեր գյուղից հենց սկզբից աղքին մասնակցել են։ Դրա համար են ասում հերոսացին, հա։ Սեր ովաշ ջունկատի ժամանակներից մեկն է։ Ափսոս ինքնատարած որեցի։ Կողմերի միջոցառումը։ Գյուղում աշխատատեղեր կան, ապահովված են երիտասարդների աշխատանքով։ Հիմնականում գյուղատնտեսական ոլորտի աշխատանքներ են։ Այնպես չի հնարավորություն չունեն, որ ուզենք ահագին աշխատատեղեր կգտնենք։ Ու երեխեքից շատերը անգամ դպրոցահասակ այդ աշխատանքներին մասնակցում են գումար են վաստակում։ Մի քանի տարի առաջ հիմնականում ցանկատարածություններ էին, բայց քիչ-քիչ փոխվեց։ Բայց հիմնականում մրգատու ծառեր են։ KFC չկա։ Ինչ։ Ես լերների սարվորը դառնամ, ահավնացորով սարը բարձրանամ, ոտքերս թրջեմ։ Ես չեմ թողում գնանք, բռնել են, պահել են, հաց են տվել, կրել ենք հաց, հիմա կոֆե եմ տալիս, չասեք, այնտեղ սարկում հատ տեսակ։ Չեմ թողում գնանք։ Քոսերը երկեմ քաղցրիկ, սարերում բարձրիկ, քոսերը երկեմ քաղցրիկ, սարերում բարձրիկ, ուրախ երջանիկ։ Հաղթողին հավ ենք բերելու։ Երկերով արի Իսկ ես ինչ կենթանիներ են։ Պետք է հարևաններ ունենք։ Նկարեք։ Էս ինչ հա։ Լուսան, չէ՞։ Լուսան։ Ինչ մեղքո։ Սիրուն ճանճաղերը տատներ
Բարիքս։ Пока. Ой. Εσύ τι γράφεις καπά? Համ դի բան ասի։ Մտցնու նկարագիրը պարզ կլինի։ Չի թողում նկարը։ Հալո։ Դե պիվա չինի։ Երևանից եկած 3 աղջիկ գնում են հենց Իվանեսովի կարաճ ուղղելու։